Ողջունում եմ բոլորիդ։ Այսօր ձեզ եմ ներկայացնելու ջեռոցում թխվող ամենահամեղ կարտոֆիլով կարկանդակների պատրաստման ընթացքը։ Նախապես պատրաստում ենք կարկանդակների միջուկը։ Կեղևահան արված 1 կգ կարտոֆիլը խաշում ենք քիչ աղաջրով, ջրքամում, ավելացնում համեմունքները, չորացրած կանաչիները, բուսայուղն ու կարագը։ Լավ տրորում ենք ծեծիչով, դնում կողքի։ Պատրաստենք խմորը։ 200 մլ գոլից մի փոքր տաք կաթ վերցրեցի, որպեսզի թթվասերն ավելացնելուց հետո կաթի տաքությունը չպակասի եւ դրոժը հնարավոր լինի հասունացնել։ Ավելացրեցի ուրեմն 100 մլ թթվասերը, խառնեցի եւ ավելացրեցի 14 գ խմորիչը։ Կաթնային զանգվածին նաեւ շաքարավազն ենք ավելացնում 20 գ։ Առանձին հարում ենք 2 ձվի դեղնուցը, ավելացնում 40 գ հալած կարագը, կես թեյի գդալ աղը։ Խմորը պատրաստելու համար վերցնում ենք մեծ աման, մեջը լցնում կես կիլոգրամ ալյուր, ավելացնում ձվային զանգվածը եւ կաթնային զանգվածը։ Խորհուրդ կտամ խմորը պատրաստել հարիչով, ավելի լավ որակ ստանալու համար։ Խմորի պատրաստման պրոցեսն ինձ մոտ տևեց 5-7 րոպե։ Ամբողջ ալյուրը չենք մոռանում հավաքել, արդյունքում պետք է ստանանք հարթ, մակերեսով, փայլուն տեսքով խմոր։ Վերջ, խմորը պատրաստ է, այն ծածկում ենք սննդային թաղանթով, դնում տաք տեղ հասունանալու, մոտ 1 ժամ։ Տեսեք, թե ինչ լավ խմոր ենք ստացել։ Այժմ այն կբաժանենք 24 հավասար գնդիկների եւ այս ամբողջ խմորից կստանանք 24 կարկանդակ։ Կարկանդակը պատրաստելու համար գունդը բացում ենք շրջանաձև, կենտրոնում առատ միջուկ դնում, հավաքում, գեղեցիկ ձևավորում, ամուր փակցնում եւ տեղավորում ջեռոցի տապակի վրա, ծածկում, որ շարունակի հասունանալ տապակի մեջ եւս 10-15 րոպե։ Կարկանդակների երեսին քսելու համար պատրաստենք խառնուրդ։ 1 ձվի դեղնուցի վրա ավելացնենք 1,5 ճաշի գդալ կաթ,
լավ խառնենք և քսենք տապակի վրա դասավորված կարկանդակների վրա։ Թխելու ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում։ Ստացվում են կարմրաթուշ կարկանդակներ։